Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի գրասենյակից դեռ չեն պարզաբանում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները քննարկելու որոշել են ինչպես լուծել անկլավ-էքսկլավների հարցը։ Վարչապետը շաբաթավերջին հայտարարեց սահմանազատման արդյունքում Հայաստանին պետք է վերադարձնեն Արցվաշենը եւ մյուս օկուպացված տարածքները։ Արցվաշենը վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումը նշանակում է, որ Ադրբեջանին էլ փոխանցվելու են Տիգրանաշենը, Վերինասկի պարան, Սոֆուլուն եւ Բարխուդարլուն։ Ես վաղուց ասել եմ, որ մենք անկլավների թեմայից ես չեմ կարող հրաժարվել, որտեվ մենք էքսկլավ անկլավների մենք ինքներս այդպիսի խնդիր ունենք։ Մինչ սահմանազատման հարցերով գլխավոր բանակցող Մեհեր Գրիգորյանի գրասենյակից կպատասխանեն իշխող ուժից արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը պնդեց. երկու երկրների հանձնաժողովները դեռ այդ հարցը չեն քննարկել, բայց ինչպես շեշտեց իշխող ուժի ներկայացուցիչը, հայկական կողմը պատրաստ է դուրս գալ այն տարածքներից, որոնք պատկանում են Ադրբեջանին։ Փաստաթղթավորված եթե հիմնավորվում է, որ այսինչ տարածքը Հայաստանին է, չէ, իհարկե արդեն մյուս էտապը ինչպես են հասանելիություն ունենում երկրները իրենց սուվերեն տարածքներին, բայց արդյոք դա Հայաստանի տարածք է, թե Ադրբեջանի, սա արդեն քննարկվում է, երբ որ հասնում է այդ փուլին քննարկման, եւ ոչ թե նստում են եւ ուղղակի քննարկում են, այլ դրա տակ փաստաթղթեր են դրվում։ Այն տարածքները, որը Հայաստանին է, չէ, մենք այդ տարածքներից պատրաստ ենք դուրս գանք եւ պահանջատեր ենք բոլոր այն տարածքների համար, որոնք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ են։ 44-օրյա պատերազմից հետո անկլավների հարցով քննարկումները պարբերաբար ակտիվանում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարում էր, թե ինքն այդ օրակարգից չի խուսափում, բայց եւ պնդում էր Հայաստանում չկան ադրբեջանական անկլավներ։ Մինչև այս պահը մենք մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Հակառակը մենք արձանագրել ենք, որ Արցվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է։ Անկլավների թեմայից կառավարության ղեկավարը հիմա էլ չի հրաժարվում, բայց եթե նախկինում պահանջում էր, որ Ադրբեջանը անկլավների վերաբերյալ իրավական հիմքեր ներկայացնի, այժմ Նիկոլ Փաշինյանը առնվազն հրապարակային չի խոսում Բաքվից իրավական հիմքեր ստանալու անհրաժեշտությունից, անպատասխան թողնելով հարցը, թե ի վերջո ադրբեջանական կողմը տրամադրել է այդպիսի հիմքեր, թե ոչ։ Ես ասել եմ, որ այո, այդ պահին մեր ձեռքի տակ իրավական հիմքեր չկան։ Մեզ ադրբեջանցիներն ասել են, որ իրենք կներկայացնեն իրավական հիմքեր, իրենք էլ կասկածի տակ են դրել տեղ-տեղ Արցվաշենի իրավական հիմքերի արկայությունը, մենք էլ մեր հերթին ենք ասել, որ կներկայացնենք իրավական հիմքեր։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանից նաև հարցրել ենք, Բաքվից ստացել են ադրբեջանական անկլավների գոյության վերաբերյալ իրավական հիմքեր։ Այս հարցին եւս արձագանք դեռ չկա։ Ադրբեջանից չեն թաքցնում իրենց համար անկլավների վերադարձը գերակա է։ Արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն անցած շաբաթ էր նման հայտարարություն արել եւ պնդել. հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։ Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումներ լինելու Ադրբեջանի համար Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուկյանը, որ բանակցությունների մի փուլում Նիկոլ Փաշինյանի թիմում էր, Երևանից եւ Բաքվից հնչող հայտարարությունները մատնանշելով պնդում է. իշխանությունը նոր զիջումների է պատրաստվում։ Արցվաշենի հետ բերելու օրակարգը արդեն տարբեր քաղաքական գործիչներ արձագանքել են։ Այդ օրակարգը Հայաստանի տարածքից նոր տարածքներ տալու օրակարգ է, ինչու, որովհետեւ Արցվաշենը բոլոր իրավական հիմքերով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, իրավական հիմքերը կան, բայց որ Հայաստանի տարածքում անկլավներ կան, դրանց իրավական հիմքերը չկան։ Եվ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն ոչ մի պատասխան եւ վարչապետը ոչ մի պատասխան չտվեցին, որ Ադրբեջանը իրավական ոչ մի հիմք չի ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը, առայն որ Հայաստանի Հանրապետության տարածքում անկլավներ կան։ Դուք գիտեք, ամենախնդրահարույցը Տիգրանաշենն է, բայց բացի Տիգրանաշենը մյուսներն էլ են խնդրահարույց, որոնք որ Ադրբեջանը բնականաբար պահանջելու է եւ ուզում է հետ ստանալ։ Ավելի քան 3 տարի է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն աշխատում են, բայց մինչ օրս սահմանազատվել է միայն Տավուշի մոտ 12 կիլոմետրանոց հատվածը։ Սրանով Բաքվին վերադարձվեց հայկական վերահսկողության տակ գտնվող 4 գյուղ։ Սահմանազատման հաջորդ փուլի եւ կոնկրետ ուղղության մասին դեռ չի հայտարարվել։